Վաճառք բաժին։ Այս բաժնով մենք հնարավորություն ունենք վաճառենք մեր ապրանքները, օրինակ, եթե գիտենք կոդը, հավաքում ենք կոդը, եթե գիտենք կամ սկաներով պահում ենք ապրանքի վրա ու լրացնում ինքը ավտոմատ գրանցի, enter ու տվյալ ապրանքը կբերի։ Այստեղ երևում է կոդը, անվանումը, իր գինը, կոնկրետ 002 ապրանքի գինը դրված չի, մենք կարող ենք ձեռքով դնել, հնարավորություն կա, որ ձեռքով մուտքագրելը փակենք, որ ոնց որոշված է այդ գնով լինի, ոչ թե ընթացիկ։ Այստեղ տոփի քանակը կարող ենք ձեռքով փոխենք, տանք այդ ապրանքին զեղչ, օրինակ 10% զեղչ, կամ ասենք դրամով առանց տոկոսի 100 դրամ զեղչ տանք, 1500 1400 եւ այս ապրանքը տանք վճարել։ Այստեղ սխմենք, որ պրինտերը թող չտպի, անի ու վճարել։ Եթե այս սա չեն դնում, ապա դա փորձելու պրինտերով վաճառքանի դուրս անի։ Հիմա էլի ապրանք ենք վաճառքանում։ Այստեղ եթե 1000 դրամ է տվել իրանց դաչին կան, կամ ասենք 10000 է տվել իրանց դաչին 8500, կամ եթե տվել է 2000 դրամ, ձեռքով էլ հնարավորություն ունենք լրացնելու ու էլի տալիս ենք վճարել։ Հիմա ասենք ուրիշ ապրանք ենք վճարում, կամ ասենք իր սկսվող անվանումով, օրինակ product 1-ով սկսվող ապրանք ենք վաճառում։ Okay, այս դեպքում ինչ հնարավորություններ ունի, այո, HDMI-ով եթե հնարավորություն կա վճարել HDMI-ով, կամ վճարել կամ HDMI-ով, եթե HDMI-ով ենք տալի, մենք կարող ենք 3 տարբերակ ունենալ՝ կանխիկ, HDMI-ով կամ տերմինալ։ Կանխիկը սովորական HDMI-ը դուրս գալի, HDMI-ով դա HDMI-ի վրա բացում է post տերմինալի բանկային քարտի էկրանը ու սպասում է, որ բանկային քարտ անցկացնենք, եւ այլ անկանխիկ, այս դեպքում օրինակ հաշվին են փոխանցում կամ ZPay-ով կամ այլ վճարային համակարգով հաշվին փոխանցելու դեպքում այլ անկանխիկ ենք սխմում, այս դեպքում HDMI-ի վրա երևում է անկանխիկ գործարք։ Նա տալիս ենք վճարել։ Նաև հնարավորություն կա այս վաճառքի ընթացքում միանգամից հաճախորդ ավելացնել, մենք սխմում ենք հակնոկային, կբացում է հաճախորդ գրանցելու էջը, օրինակ ես տալիս եմ հաճախորդի կոդը, հաճախորդի անուն, ազգանունը, հեռախոսի համարն ենք իր ավելացնում եւ այնտեղ կամ զեղչ կարող ենք ավելացնել 10% կամ բոնուսային գումար, ասենք 1000 դրամից 1%-ը իրան գա, տալիս ենք հիշել։ Այստեղ ինքը գավ, գտնեց հայկը, կցում ենք այս հաճախորդը այս վաճառքին եւ տալիս ենք վճարել։ Հիմա վաճառքներում որ գանք, մեր այսօրվա վաճառքներն են ամբողջ ինչքանով որ կատարվել է, գնաց գնով գումարային, զեղչով, վաճառքի գինը գումարային, ես ներքևի անկյունում երևում է ինչքան է գնաց գնով, ինչքան վաճառքի գնով, ու ստեղ էլի մեր ծրագրերի նման, բոլոր էջերի նման, այս առաջի վերևի հատվածը ֆիլտրներն է, օրինակ կարող ենք իմանալ տնտեսականից ինչ վաճառքներ ունենք, կարող ենք իմանալ առաջի բաժնով ինչ ենք վաճառել, երկրորդ բաժնով ինչ ենք վաճառել, սկզբնական վերջնական ամսաթիվ տանք, իմանանք այս ամսաթվից այս մյուս ամսաթիվը ինչքան վաճառքներ ենք արել, մաքրելը դա այս ֆիլտրները մաքրում է, Excel արտահանելը այս ամբողջ ինֆորմացիան արտահանում է Excel, նույնը կարող ենք տեսնել կտրոններով, օրինակ 4-րդ կտրոնը 1350 դրամի վաճառքը, 3-րդ կտրոնը այսքանի, օրինակ կարող ենք իմանալ 3-րդ կտրոնում ինչ գործողություն ենք արել, այստեղ կտրոնի համարը տալիս ենք search, ինքը բերում է, որ 3-րդ կտրոնում այս ապրանքներն են վաճառել, ու էլի իր վրա կարող ենք հավելյալ տպել
վերադարձնել փոխանցված կամ ջնջել ընդհանրապես HDM-ով հետ վերադարձ կատարել բոնուսից հնարավորություն կա այն վաճառքի ժամանակ, երբ որ մենք հաճախորդը բոնուսով ենք վաճառում, բոնուսներից վաճառք իրականանա եւ եմարքսների վաճառք, դա QR կոդերն է, դա առանձին վիդեոյով կներկայացնենք։